Կիրակի աշխարհի հայությունը պատմական պահի ականատես եղավ հայ կաթողիկե եկեղեցու երբեմնի առաջնորդ 1915-ին նահատակված Իգնատիոս arczepiskopos Մալոյանին Հռոմի Սուրբ Քահանայապետը եւս 6 երանելիների հետ միասին սրբադասեց։ Այսպիսով հայ ազգն ունեցավ նոր սուրբ, որին հայոց ցեղասպանության ոճրագործները 15 թվականի ապրիլի 30-ին բանտարկել էին եւ առաջարկել խնայել նրա կյանքը, եթե կրոնափոխ լինի եւ իսլամ ընդունի։ Սրբադասման արարողության համար ավելի քան 50,000 ուխտավոր էր շտապել Սուրբ Պետրոսի հրապարակ աշխարհի տարբեր անկյուններից, այնտեղ էր ժամանել նաեւ 1500 հայ ուխտավոր։ Նրանցից մեկը Ամերիկայի Միացյալ Նահանգների Christ the King կաթողիկե դպրոցի տնօրեն Ռիտա Բոյաջյանն է, իր ընտանիքի հետ միասին, բայց Ռիտան այնտեղ հատուկ առաքելություն ուներ, հենց նրա ձայնով կաթոլիկ աշխարհը հայերեն աղոթք լսեց։ Այժմ մենք հնարավորություն ունենք տեսակապով միանալ Կալիֆոռնիա եւ զրուցել նրա հետ, բայց նախքան այդ շտապեմ տեղեկացնել, որ Ռիտան 17 տարի ծառայել է Լիբանանի հայ կաթողիկե մի շարք վարժարաններում, զբաղեցրել է տնօրենի պաշտոնը եւ նպաստել, որ լիբանանահայ երեխաները մեծանան հայոց լեզվի եւ հայոց պատմության արժեքներով։ Բարև Ռիտա։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շատ ես իմ գարքի շնորհակալ եմ, որ այս տեսակ հարցազրույցի մաս կգազմեմ։ Ռիտա, շատ հարցեր ունեմ, բայց նախ եւ առաջ ուզում եմ իմանալ, թե ինչ էիք զգում, ինչ ապրումներ ունեիք, երբ հարյուրավոր տեսախցիկներ ձեզ էին ուղված եւ հենց դուք էիք հայերեն աղոթքը հնչեցնում Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի բակում։ Գիտեք, այդ վարգյանին դարբեր տեսակի զգացումներ ունեցա։ Առաջին հերթին բնականաբար ամեն անձի կամ ամեն մարդու պես հբարդություն մներ այդ հրաբարակի վրա եւ այդ սրբադեղի մեջ ելույթ ունենալ եւ աղոթք նվիրել Աստծո։ Բայց անոր գողքին ավելի հատկանշական էր նաեւ որ իմ մայրենի լեզվովս հանդես գալ եւ իմ մայրենի լեզուս դարաձել ամբողջ աշխարհի ոչ թե միայն հոն ներգա գտնվող հավատացյալներու այլ նաեւ անոնք որոնք հերադեսիլի ջամփով ինտերնետի ջամփով համացանցի ջամփով մտիկ կնեին եւ գունգընտրեին կամ գտիդեին եւ լսեցին մեր մայրենին մեր հարազատ հայերեն լեզուն։ Ռիտա, հայ առաքելական եկեղեցու հետևորդների շարքում շատ քչերը ավելի մանրամասն տեղեկություն գիտեն arczepiskopos Մալոյանի մասին, ինչ մանրամասներ կարող եք հայտնել, ինչ հետաքրքիր դրվագներ գիտեք նրա մասին։ Նախ ասեմ ինքը զմարու Լիբանանի վանքի մեջ իր գոչումը շարունակած է եւ աստվածաբանական դասընթացներու հետեւած է, որ մեծ յետք ցերնատրված է վարդապետ հայ կաթողիկե եկեղեցու ինքը ծնած է Մարտին քաղաքի մեջ իր առաքելությունը շարունակած է զմարու վանքեն յետք իսկ իր կյանքի վերջին 4 տարիներուն երբ արդեն arczepiskopos ցերնատրված է Մարտին քաղաքի մեջ հոն նաև ծառայած է իր հավատացյալ ժողովրդին, որ մե արդեն իրեն արած են եւ դարած են դարակրության ուր դեղի ունեցած է նահատակությունը անշուշտ նահատակության ջամփուն վրա իրեն առաջարկած են որ եթե տավանապող կրոնապող ըլլա եւ հետեւի իսլամական կրոնի ինքը ազատ պիտի արձակվեր ինք եւ իր ժողովուրդը իրեն հետևողները բայց իր այդ քաչ կեցվածքը եւ իր հավատքին եւ քրիստոնեության ծառայելու այդ իր վեհ նպատակը որ ունեցած է եւ մերժած է իր գրոնը եւ տավանապողությունը ադիգա իրեն մղած է որ հասնի նահատակության անշուշտ բավական չարչարանքները յետք բայց նաեւ իր գարքին ինք նաեւ ոչ թե միայն ինք աղոթած է եւ մղած է նաեւ որ իր շուրջիններն աղոթեն եւ վստահին Հիսուսի Քրիստոսի եւ այդպեսով շարունակեն այդ դժվար կողքոտան որ հասցուց իրենց նահատակության
Ռիտա, ինչպես գիտենք, arczepiskopos Մալոյանին դեռևս 2001 թվականին Հռոմի Սուրբ Քահանայապետը, այն ժամանակվա Հռոմի Պապը Հովհաննես Պողոս Պապը նրան երանելիների շարքին էր դասել եւ նրան սրբադասելու որոշումը իր հերթին կայացրել էր Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, որը այս տարվա գարնանը լքեց աշխարհիկ կյանքը եւ այդ սրբադասման արարողությունը ի վերջո կատարեց Հռոմի Պապը Լևոն 14-րդ Պապը։ Այստեղ միանգամից 3 Պապ հայ հոգևորականին փորձել է աշխարհի կաթոլիկներին ներկայացնել։ Այստեղ խորհրդանշական ինչ-որ բան տեսնում եք։ Անշուշտ գտեսնեմ, որովհետև սկսելու համար երանելի եղավ ինքը Սուրբ Պողոս քահանայապետին ցերամp, որ ինք այսօր արդեն սուրբ հռչակված է։ Հովհաննես Պողոս քահանայապետը, որ այսօր սուրբ հռչակված է, իր օրով ինք երանելի հռչակած էր մեր arczepiskopos Մալոյանը։ Հետևաբար ասի առաջին հատկանշական գեդն է ինձի համար, որ մեկ ճամփան շարունակելով մինչև այսօրվա Լևոն 14-րդ քահանայապետը, որ սուրբ հռչակեց, այդ սուրբը այլևս միան մեր ազգին չպատկանիր, միան գաթողիկե միապանության չպատկանիր, ադի երբ արդեն սուրբ հռչակվեցավ Վատիկանի մեջ, ադիգա այլ կպատկանի ամբողջ աշխարհի, ամբողջ ասենք թե ազգերու, ժողովուրդներու եւ բոլորն ալ իր բարեխոսության գտիմեն իբրև սուրբ եւ ոչ թե այլ միայն հայ ժողովրդի զավակ հայերու համար հարգված, սիրված սուրբը։ Շնորհակալություն Ռիտա, մենք նկատեցինք, որ այդ արարողությանը ներկա էր գտնվում նաև Լիբանանի նախագահ Աունը, հաշվի առնելով, որ դուք Լիբանանից եք, սա ինչ նշանակություն ուներ ձեզ համար եւ ինչպես էր ստացվել, որ Աունը անձամբ եկել էր Վատիկան, որ մասնակցեր այս արարողությանը։ Այո, շատ ճիշտ։ Գիտեք, արդեն ես Միացյալ Նահանգներու մեջ կապրիմ այսօր վերջին 4 տարիներուն, բայց ես ծնած եմ Լիբանան, ես իմ ծննդավայրս եղած է Լիբանանը, հետևաբար Լիբանանը ինձ համար շատ սիրելի վայրը եղած է եւ մինչեւ հիմա եւ հոն այսօր գոյություն ունեցող եւ ապրող ժողովուրդը նաեւ ինձ համար սիրելի է։ Հետևաբար այդ երկրի նախագահը նաեւ հարգելի անձմն է եւ անոր ներկայությունը այդտեղ Վատիկանի մեջ նաեւ ինձի դվավ հավելյալ այսպես ուժը, որ իմ ծննդավայրի ներկայացուցիչս եւ նախագահը նաեւ գտնվի հոն։ Այդ ալ նաեւ հբարդության արիտմներ, որ ավելցավ իմ զգացումներուս, տարբեր տեսակի զգացումներուս, որ խառներ այդ օր եւ թե այսպես հբարդության, թե երկուածության, թե հայ ըլլալուս, թե լիբանանցի ըլլալուս եւ նաեւ այդտեղ ըլլալուս բոլոր զգացումներու այդ խառն վիճակին մեջ նաեւ այդ նախագահի զորավար անունի այդ ներկայությունը դվավ ինձի հավելյալ հբարդություն։ Նրան հայ համայնքն էր հրավիրել, թե կաթողիկ է եկեղեցին, հայ կաթողիկ է եկեղեցին։ Բնականաբար այդ մանրամասնության ես դերյակ չեմ, բայց գարցեմ, որ այդ մեկը եղած պետք է ըլլա մեր ամենաբադիվ եւ քերարչանիկ հոգեվոր դիրոջ կողմեն, որովհետեւ գիտեք մեր միապանության գաթողիկոսական աթորը գտնվի Լիբանանի մեջ եւ անոր հայրաբեդը եւ գլուխը ամենաբադիվ եւ քերարչանիկ հոգեվորդեր Ռաֆայել Պետրոս Մինասյանն է եւ ենթադրեմ իր հրավերով եղած պիտելա այդ մեկը եւ ինքնալ չեմերժատ ընտագարակը ընթարաճած է եւ ներկա գտնված է, ինչ որ մեզ համար մեծ բադիվ է։ Ռիտա, չեմ կարող այստեղ չհարցնել, հատկապես վերջին տարիներին Լիբանանը թե տնտեսական, թե քաղաքական ցնցումների մեջ էր, ել չնշեմ 2020 թվականին նավահանգստում տեղի ունեցած պայթյունը, որը նաև իր արձագանքը գտավ հայ համայնքի շրջանում։ Հիմա ինչ վիճակում է գտնվում Լիբանանի հայ համայնքը, ինչ խնդիրներ ունեն։ Նախսեմ ես այդ անցերեն էի, որ այդ տակնապներեն դուրս գալու համար եւ ցևով իմ զավակներուս ավելի
հանդարտ եւ ապահով երգիրը եւ աբակամը ընտրելու համար Քաղտեցինք դեպի Ամերիկա, նկատի առած, որ արդեն մենք կգրեինք ամերիկյան հպատակությունը եւ մեզի համար բավական հեշտ էր այդ դեղափոխությունը։ Բայց եւ անպես այդ մեկը դեղի ունեցավ, որովհետեւ երգիրը ցնցումները անցավ։ Եթե այդ ցնցումները չլար, վստահ եմ, որ բնավ մենք պիտի չլքեինք այդ սիրելի քաղաքը, մայրիներու երգիրը Լիբանանը։ Բայց դակավին այդ երկրի մեջ գոյություն ունին հայ ազգի զավակներ, որոնք կփորձեն ապրիլ, կփորձեն շենցնել այդ քաղաքը, կփորձեն գեղեցկացնել այդ քաղաքը, այդ քաղաքին մեջ նաև բահել եւ պահպանել մեր ազգը, հայ ժողովուրդը, դալ անոր հայեցի գրթություն, հայեցի դաստիարակություն, քրիստոնեական գրթություն, որոնք իսկապես քաչորեն դակավին կպայքարին։ Այո, երգիրը դժվարություններ է կանցնի եւ տնտեսական վիճակը բավական ծանր է, բնականաբար որոշ մարդիկ գրնան ծևով քոյադեվել այդ դժվար պայմաններու մեջ, բայց ադոր գողքին ունենք շատ մահայրենագիցներ, որ իսկապես կաբրին դժվար պայմաններու մեջ։ Դերևս ոմանք միան գտեսնեն քեղեցիկ բաժինը, քեղեցիկ ասենք թե վայելքի բաժինը, որոնք տուրիստներ ընդհանրապես կերտան եւ գվայելեն այդ քեղեցիկ երկրին մեջ, ճիշտ է այդ մեկը գա, բայց թաղերու մեջ, բնակարաններու մեջ, նեղ թաղամասներու մեջ գաբրին դակավին այնքան դժվար պայմաններու մեջ մարդիկ, որ իսկապես գարիքը ունին դեսակ բարերարության, որբեսի գաենան քոյադեվել։ Իսկապես դժվար է։ Քաղաքական առումով Լիբանանը իբրև փոքր երկիր ենթակա է ավելի մեծ պետություններու, որոշումներու, հաշիվներու եւ նաեւ զոհն է եւ մինչեւ այսօր դակավին հորիզոնի վրա չենք տեսներ թե աբական ինչ պիտի լա այդ երկրին, որովհետեւ որոշումը երկրին բедерուն չէ, այլ մեծ պետություններուն, որոնք իրենց հաշիվներուն համաձայն կդարձնեն քաղաքականությունը այդ փոքր գեղեցիկ երկրին։ Ռիտա, Լիբանանում բավականին շատ են հայերի շրջանում կաթոլիկ եկեղեցու հայ հետևորդները եւ այս սրբադասման արարողությունը ինչ աշխուժություն է մցրել այնտեղ, ինչ տրամադրություններ կան։ Գիտեք, այդ քաղաքին մեջ, այդ երկրի մեջ գտնվողներու համար հավելյալ հբարտություն մներ այսիգա, որովհետև ոչ թե նաև միայն հայ համայնքի կամ հայ կաթողիկի համայնքի պատկանելուն համար է, որ սուրբ հռչակվեցավ, այլ ադիգա այդ անձը իր գոչումը ապրած է եւ իր, ասենք, հոգևոր կյանքը սկսած է Լիբանանի մեջ։ Հետևաբար Լիբանանցի հայ ժողովրդի համար, մասնավորապես հայ կաթողիկի համար հավելյալ հբարտություն մնե եւ այդ արդի, որովհետեւ ամեն անց, որ գփապակեր ներկա գտնվի կարողությունը չուներ կամ պայմանները չէին ներեր, որ ջամփորդեին եւ Վատիկանի մեջ ներկա գտնվեին, հետևաբար զմարուվանքի մեջ նաև Լիբանանցի ժողովրդի համար նաև դեղի ունեցավ արարողություն, եկեղեցական արարողություն, որ իրենց կարգին ներկա գտնվին, ուղիղ եթերով հետևիլ եւ նույնպես եկեղեցական արարողությամբ ներկա եղան այդ քեղեցիկ արարողության եւ միասնապար աղոթելու, հբարդանալու, ուրախանալու եւ Սուրբ Մալոյանի բարեխոսությունը խնդրելու։ Շնորհակալություն եւ վերջին հարցը Ռիտա, վերջին տարիներին կարծեք թե Սփյուռք Հայաստան կապը փոքրինչ թուլացել է, արդյոք հետևում եք Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը եւ ինչ մտքեր ունեք, ինչպես գիտեք Reopen Media-ն նաեւ հարթակ է, որպեսզի Սփյուռքի ձայնը լսելի դառնա նաեւ Հայաստանում։ Նախ ասեմ, ես բավական քաղաքականութենե հերու անցմն եմ եւ ընդհանրապես քաղաքականությունը չեմ սիրած, ավելի նախընտրած եմ գրթական ասպարեզը, թե ինչպես հայ մանուկը կամ նոր սերունդները պատրաստել եւ իրենց մեջ այսպես
ամրացնել հայեցի դաստիարակությունը եւ քրիստոնեական հավատքը հետևաբար իմ հիմնական նպատակը եղած է որ մեր ժողովրդի մեջ ունենանք միասնականություն այս եղած է հակառակ անոր որ մենք շատ ցնցումներ ենք անցնենք այսօր քաղաքական դարբեր տեսակետներ գոյություն ունին եւ այդօր պատճառաբը որ այսպես ինչպես ասեմ գդոր դարձած ենք ամենտեղ եւ ասիգա մեր ծևով մխոցելի գեդերեն մեկն է որովհետեւ մենք այդքան բարձենալիք արաքինություններ ունենք իբրև հայ ժողովուրդ, իբրև խելացի ժողովուրդ, իբրև դարբեր տեսակի կարողություններ ունեցող ժողովուրդ, մեր խոցելիգեդը մեր միասնականության բագասն է։ Հետևաբար իմ մաղթանքս է, որ հարաճիգային սկսյալ ներկայես, որ մեր ժողովուրդը ավելի լա միասնական, հակառակ մեր դարբեր ծևերով մտածել մեր մտածելակերպներուն լանք իրար հետ փորձենք իրար փացերը կոծել իրար ծևով մեղքերը քավել որբեսի հոնե աբական ըլլա ավելի փայլուն որովհետև բոլորս շատ լավ գիտենք շատ դժվար օրեր է անցանք եւ մենք այսօր մեր սերունդը ագանադես եղավ մեր պատմության բավական մութ օրերուն աշխատենք միասին այնպես որ կոնե բարելավենք որովհետև մեզի համար անկարելի բան չկա մեր պատմության մեջ շատ քեշ օրեր ունեցանք ցեղասպանություն տեսանք բայց ցեղասպանութենեն յետ գիտանք ինչպես ոտքի կանգնել ինչպես հույսերնիշ չգործընծնել եւ շարունակել մեր ճամփան նույնպես մեր այս դժվար օրերեն յետք անցրևներեն յետ գարգուտներեն եւ փոթորիկներեն յետ միասնականությամբ շարունակենք որբեսի մեզի ավելի լավ եւ փայլուն օրեր ունենանք Աստված առաջ շնորհակալություն որ ժամանակ գտաք եւ մեզ միացաք Ռիտա Ես ալիմ գարսկիս շնորհակալություն հայտնեմ հետևաբարի open մեդիային որ այս արիթը ընձայեց որ ցայնս նաեւ ուղեմ մեր հայրենիքին եւ մեր ունգընտիրներուն եւ միասնապար բաժնենք մեր այս գեղեցիկ զգացումները նաեւ մեր ունգընտիրներուն եւ ագընտիրներուն հետ Շարունակեք ձեր հայանպաստ աշխատանքը Շնորհակալություն եւ ցեզի հաջողություն Մեր հյուրը Ռիտա Բոյաջյանն էր